Եկեք պատրաստենք լոլիկի չրի մարինադ։ Այս տարբերակով անչափ համեղ է ստացվում, այն կարող ենք օգտագործել աղցանների, բրուսկետաների, ինչու չէ նաև մսային ուտեստների ժամանակ։ Լոլիկի չիրը իմ պատրաստածը չէ, այլ գնել եմ խանութից։ Այդ իսկ պատճառով նախօրոք լավ լվացել եմ եւ նորից չորացրել եմ։ Որից հետո նոր պատրաստում ենք արդեն մարինադը։ Մեզ պետք է նաև սխտոր, օրեգանո եւ ռոզմարին։ Ինձ մոտ կանաչիները չորացած տեսակի են, կարող եք նաև թարմ օգտագործել։ Սխտորը բարակ կտրատում ենք, ճզմում կամ մանր ենք կտրատում, արեք այնպես, ինչպես ձեզ հարմար է։ Տարայի մեջ այսպես շերտերով դասավորում ենք մինչև վերև։ Արեք այնպես, ինչպես ցույց եմ տալիս հոլովակում։ Ընթացքում սեղմում ենք լոլիկները, որպեսզի մի փոքր ավելի խիտ կարողանանք դասավորել։ Քանի որ լոլիկներից մոտ համեմված չեն, ես ավելացնում եմ մի փոքր աղ եւ սև պղպեղ։ Ավելացնում ենք նաև 40-50 աշճան տաքացված բուսայուղը։ Մի փոքր սեղմում ենք, որպեսզի բուսայուղը հավասարաչափ լցվի եւ ծածկի լոլիկները։ Փակում ենք կափաճով եւ պահում ենք մառանում կամ սառնարանում։ Մոտավորապես 1 օր հետո կարող եք արդեն վայելել։ Ես երկու տարբերակով եմ պատրաստել տաք եւ սառը բուսայուղով։ Ինձ ավելի շատ դուր եկավ սառը բուսայուղով պատրաստվածը, քանի որ այդպես լոլիկները ավելի նուրբ էին մնացել եւ փափուկ։ Իսկ տաք բուսայուղի մեջ լոլիկները մի փոքր ավելի պինդ են եւ ձգված էր։ Ընտրությունը ձերն է, թե որ տարբերակով կպատրաստեք։ Ահա տեսեք, թե ինչքան համեղ, փափուկ ու լավ է ստացվել։ Ես մատուցել եմ բրուսկետայի տեսքով, չորահացի վրա քսել եմ սերուցքային պանիրը եւ դասավորել լոլիկները։ Դուք էլ պատրաստեք այս տարբերակով, վստահ եմ, որ շատ կհավանեք։